Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև երկկողմ գործընկերության օրակարգին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի եւ սերտ համագործակցության կարևորությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ դեսպան Բերիս Էքինջիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4.5%-ով կրճատել պետբյուջեի պակասուրդը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը։ 2021-ից 24 թվականներին Հայաստանի տնտեսությունում միջինում գրանցվել է 8.1% տնտեսական աճ։ Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության եւ 2026-ից 28 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին նվիրված ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա հանգամյակում աստիճանաբար նվազեցնել պետական բյուջեի պակասուրդը, ներկայիս տարեկան 5.5%-ից 2030 թվականին հասցնելով 1%-ի։ Մեկ շաբաթ առաջ կառավարությունը ընդունեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը էլի շատ էական փաստաթուղթ է, իմ կարծիքով բավականին հավակնոտ եւ խիզախ փաստաթուղթ է, եւ մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք ունենալու բյուջե, որը մի կողմից կնվազեցնի դեֆիցիտի մակարդակը, մյուս կողմից որևէ ձև չի վտանգի այն էական կարևոր ռազմավարական ծախսերը, որոնք ներկայումս իրականացվում են մեր բյուջեի միջոցներով։ Ֆինանսների նախարարն ասաց, որ կառավարությունը քննարկում է հարկային նոր օրենսգիր կունենալու հայեցակարգային հարցերը եւ այդ իմաստով նաեւ որոշակի գաղափարներ կան հարկման համակարգի վերափոխման վերաբերյալ, որպեսզի իրականում դառնա այնպիսի մի միջավայր, որը փոքր եւ միջին ձեռնարկություններին կօգնի ստեղծման փուլում խուսափել ավելորդ վարչարարության հետ կապված հարցերից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծի ունենալ մոտիվացիա արագ զարգանալու եւ մեծանալու, չառաջացնելով խեղաթյուրումներ ընդհանուր հարկման համակարգի եւ այսպես կոչված արտոնյալ հարկային համակարգի միջև։ Անցած շաբաթ մենք քննարկում ունեցել ենք հասարակական կազմակերպությունների հետ, ունենք հարկային խորհուրդ, որտեղ ներկայացված են տարբեր շահառու խմբեր ներկայացնող ՀԿ-ներ, ում հետ նաև այդ գաղափարական հարցերը փորձել ենք քննարկել։ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բյուջետային փաստաթղթի մեջ տարբեր սցենարներ են ներկայացնում, գնահատվում է նաև ռիսկային սցենարի ազդեցությունը։ Նրա խոսքով, օրինակ, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է լինել 5.1-ի փոխարեն 1.3%։ Նախարարի կարծիքով Հայաստանի տնտեսության վրա Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության ներկայիս թեժացման ազդեցությունը մեծապես կախված է ընթացիկ սրացման աստիճանից եւ տևողությունից։ Նրա համոզմամբ ազդեցության գործոնները բազմաթիվ են, ուստի պետք է հետևել զարգացումներին եւ հասկանալ, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել մեղմելու հնարավոր ազդեցությունը։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնեմ, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, մենք ելնելով 14 թվականի մեր փորձից միանգամից սկսեցինք նայել վատ թարացման սցենարներ, բայց իրական կյանքը եղավ մի փոքր ոչ այդպես բարեբախտաբար եւ մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ դրա հետևանքով։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության պատճառով հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքի հնարավոր խափանումներին,
Ֆինանսների նախարարն ասաց իր տպավորությամբ ճանապարհի շինարարությունը չպետք է որ տուժի, քանի որ այժմ հողային աշխատանքներ են իրականացվում եւ Իրանից ներմուծելու շատ բան չկա, թեև Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր Հովհաննիսյանի փոխանցմամբ այս պահին չկա եւ ամեն ինչ նորմալ աշխատում է։ Ֆինանսների նախարարն ասաց, որ հուլիսից բոլոր գերատեսչությունների հետ քննարկելու են իրենց բյուջեները, ծախսերի կառուցվածքն ու առանձին քաղաքականությունները։ Ակնհայտ է, որ որոշ ծախսեր պետք է կանգնեն, որպեսզի կարողանանք ուրիշ ծախսեր անել, որոնք անարդյունավետ են, ռազմավարական առումով կարևոր չեն, եւ այդ քննարկումներից հետո նոր պարզ կլինի մենք տեղ ունենք նվազագույն աշխատավարձ բարձրացնելու, թոշակների բարձրացումը որքան եւ ինչ միջոցներով է տեղի ունենալու։ Նշվեց նաև, որ կառավարության համար առաջնահերթ է պահել պարտքի բեռը 50%-ի շրջանակներում։ 2024 թվականին կառավարության պարտքը նա ցուցանիշը կազմել է 48%, 2023-ի համեմատ նվազելով 0.2 կետով։ Տիգրան Վակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Որտեղ է եղել կրթվել է նորաձև շարժման կանգառն այս անգամ եւ ինչ բանախոսություններ են հնչել։ Մանրամասները ռեպորտաժում։ Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների եւ փորձառության մարդիկ կրթվել են նորաձև շարժման շրջանակներում, այս անգամ Արտաշատում են հավաքվել։ Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, եւ ինչպես վստահ են Իմ քայլը հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման եւ գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Հենց այդ գաղափարի զարգացմանը նպաստելու նպատակով էլ բեմում այս անգամ եւս երկու բանախոսություն է ներկայացվում։ Ներկաները նախ լսում են վարչապետի տիկնոջ, մնացել են 5-րդ դարում խորագրով ելույթը, ստանում մի շարք հարցերի պարզաբանումներ ու հետո հանգում նաև այսպիսի եզրակացության։ Մենք ինքներս պետք է վերափոխենք մեր երկիրը ու մտահոգվենք ու կարծում եմ այսօր այն ինչ որ ունենք, դա գալիս է նրանից, որ մենք ինքնակրթված չենք։ Այսինքն երկիրը գնալու է կործանման, ես այդպես եմ կարծում, եթե մենք շարունակենք այսպես մտածելով ամեն մեկս ինքներս մեր շահի մասին։ Պետք է ավելի շատ աշխատենք ու կրթենք մեր երեխաներին ու փորձենք մի փոքր մտածել մեր երկրի բարության մասին։ Այս շարժման մասին իրենք ներկաները խոստովանում են, տարբեր հակասական կարծիքներ են լսել։ Նաև հենց դրա համար են եկել, որ իրենց աչքով ու ականջով տեսնեն ու լսեն, թե ինչի մասին է կրթվել է նորաձև շարժումը եւ ինչ ուղերձներով է այն իրականացվում։ Այսօր այստեղ գտնվելով համոզվեցի, որ վարչապետի տիկինը Աննա Հակոբյանը մեխը դրված էր հիմնականում կրթության վրա, որ մենք ինքներս մեզ փոխենք, փորձենք կրթվել եւ աշխարհին փորձենք ուրիշ աչքերով նայել եւ անընդհատ շեշտը դրվում էր մեր անցած պատմության վրա, մեր 5-րդ դարից սկսած մեր պատմիչների վրա, այսինքն այդ շարժումը ամբողջովին նրա մասին էր, որ մենք պետք է չմոռանանք որտեղից ենք եկել, ինչ դժվարություններ ենք անցել եւ փորձենք ամեն օր ինքներս մեր վրա աշխատելով գնանք ավելի դեպի առաջ, գնանք լուսավոր ապագա, մեր երեխաներին էլ փորձենք կրթել ավելի ճիշտ ձևով։ Հիմնականում այդ հասկացա, որ Արտաշատում հավաքվածներն էլ հասկանան, թե ինչ հասել է իրական Հայաստան, վարչապետն այստեղ եւս ներկայացնում է այդ խորագրով իր բանախոսությունը, շեշտելով հայրենիքի եւ պետության մասին իր ամերժ ընկալումները, դարձյալ այդ ամենում ընդգծելով կրթության առանցքային դերը։ Հատկապես ուզում եմ առանձնացնել պարոն Փաշինյանի միտքը, որ եթե ցանկանում ենք վերափոխվել, մենք պետք է պատրաստ լինենք ոչ թե առաջինը վերափոխել աշխարհը, այլ պետք է առաջինը պատրաստ լինենք վերափոխելու մեր կյանքը, հետո երկիրը, հետո նոր աշխարհը, ոչ թե աշխարհից պահանջենք վերափոխվել, այլ ինքներս ցանկանանք վերափոխվել։ Ինչու եմ կարևորում կրթվել է նորաձև շարժումը եւ ինչու եմ հենց կրթությունը համարում նորաձև մեր օրերում, քանի որ եթե չլինի կրթությունը, մենք չենք կարող առերեսվել իրականության հետ ու ընդունել մեր սխալները։ Սա առաջին դեպքն է, երբ որ պետության առաջին դեմքի եւ առաջին տիկնոջ մակարդակով դրված է կրթությունը կարևորելու այս ուղենիշային սանդղակը, որը մինչ այս չի եղել եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է ձգտի համակայել գնալ։ Այս բանախոսություններով եւ ուղերձներով կրթվելը նորաձև շարժումն առաջիկայում նաեւ Մարալիկում, Աշտարակում եւ Մարտունիում է լինելու։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։
Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Իրանի հետ։ Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելու մասին տեղեկությունների ֆոնին Թեհրանը Բաքվից պարզաբանումներ է պահանջել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կան կոնկրետ փաստեր, որոնք կարող են փաստել, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի դեմ հարձակվելու համար։ Դե կոնկրետ ապացույցներ առայժմ չկան, բայց Թեհրանը որոշ հիմքեր ունի այդ իմաստով մտահոգված լինելու համար, իսկ Ադրբեջանում էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Թեհրանում չկարողանան համոզվել, որ այդպիսի անուղղակի աջակցություն այնուամենայնիվ եղել է։ Օրինակ 3 առաջին օրը Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը հերքել է մամուլում եւ սոցցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, որ էթնիկ ադրբեջանցիները Իրանում օգտագործվում են Իրանի դեմ ահաբեկչությունների, դիվերսիաների եւ հետախուզական գործողությունների համար։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրհուն Բայրամովը իր իրանացի գործընկեր Արաքչի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվի Իրանի դեմ հարձակումների համար։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ առնվազն անուղղակի աջակցությունը իսրայելական այդ հարձակման համար Ադրբեջանը ցուցաբերում է։ Այսինքն Ադրբեջան անուղղակիորեն օգտագործվում է որպես պլացդարմ Իրանի դեմ հարձակման համար։ Իհարկե, օդային տարածքը Ադրբեջանի չի օգտագործվել, այսինքն բառից բուն իմաստով ինքնաթիռներ Ադրբեջանի տարածքով չեն անցել Իրանը ռմբակոծելու համար։ Պարզապես դրա համար անհրաժեշտությունը չկա, եթե քարտեզին նայենք, հասկանանք, որ բավական է Սիրիայի եւ Իրաքի օդուժը օգտագործելու համար, բայց այնուամենայնիվ ենթակառուցվածքը Ադրբեջանի Իսրայելի համար պարտադիր է եղել եւ գիտենք, որ վերջին 4 տարվա ընթացքում Իսրայելը այդ ենթակառուցվածքը Ադրբեջանի հարավային շրջաններում ստեղծում էր։ Մասնավորապես դաշտային Արցախի տարածքում այդ 3 օդանավակայանը, որը այնտեղ կառուցվել է, մի բան ինչի կարիք Ադրբեջանը բոլորովին չուներ, իրականում արվում էր քողարկելու համար այն, որ այդ տարածքում լինի ենթակառուցվածք, որը հնարավոր կլինի օգտագործվել ահա այսպիսի պայմաններում։ Բայց նաև կան փաստեր կամ վկայություններ այն մասին, որ նույնիսկ օգտագործվել է հենց օդային տարածքը եւս։ Մասնավորապես իրանացի փորձագետ Էսխան Մոհամեդյանը հայտարարել է, որ Արդեբիլ ադրբեջանաբնակ նահանգում նկատել են մարդիկ, որ անօթաչու սարքերը եկել են հենց Ադրբեջանի սահմանի կողմից։ Եվ այդ փորձագետը, քաղաքագետը հայտարարել է, որ մեջբերում եմ նրա խոսքերը, որոշ հարևաններ փորձում են մեր համբերությունը, ակնարկելով առաջին հերթին Ադրբեջանի իշխանավորներին։ Կամ օրինակ այդ նույն Արդեբիլ քաղաքում ապրող մի երիտասարդ տեսանյութ է տարածել համացանցում, որում ասում է, որ անձամբ տեսել է, որ հենց Ադրբեջանի սահմանից են գալիս այն անօթաչու սարքերը, որոնք ռմբակոծում էին Արդեբիլը։ Իսկ Թավրիզը, որ ամենաշատ տուժած քաղաքներից մեկն է, նույնպես այդ օդային հարձակումները այդ քաղաքում դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլիներ իրականացնել հարևան երկրի տարածքից այդ ենթակառուցվածքները օգտագործվելու կամ ուղղորդելու միջոցով։ Իսկ ամենամոտիկ օտար երկիրը այդ տարածքին Ադրբեջանն է։ Այդ ամենը իսկապես թույլ է տալիս կարծել, որ առնվազն անուղղակի ձևով Ադրբեջանը ներգրաված եղել է։ Իսկ ինչպես կարող է Թեհրանը պատասխանել Բաքվին, եթե հաստատվեն այդ տեղեկությունները։ Իրանի ղեկավարները հայտարարել են, որ ցանկացած Իսրայելի հետ կապ ունեցող օբյեկտ, լինի դա ցանկացած երկրում, լեգիտիմ թիրախ են համարելու։ Եվ կարծում եմ, որ այդպիսի թիրախներ Իրանի ղեկավարները կգտնեն եւ Սիրիայում եւ Իրաքում։ Հիմա հարցը դրանում է, արդյոք Ադրբեջանին նման հարված հասցնելու անհրաժեշտություն կնկատեն, թե ոչ։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում անգամ նպատակաուղղված փորձում են սադրել Իրանի իշխանություններին ահա այդպիսի հարված հասցնելու համար։ Դա կարող է եւ օգտակար լինել Ադրբեջանին, մասնավորապես այդպիսի հարվածի արդյունքում Ադրբեջանը ել ավելի կավելացնի իր կշիռը, աշխարհաքաղաքական ազդեցությունը արևմուտքի աչքերում։ Կամ նման հարվածը Իրանի կողմից կարող է արդարացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Սյունիքում, օրինակ։
Այդ ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ մեր շահերից կբխեր, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև ուժային համենայն դեպս ձևով խնդիրներ չլուծվեն այս շրջանում։ Բայց Իրանը կարող է նաեւ ոչ ուժային տնտեսական լծակներ գտնել Ադրբեջանին պատասխանելու, Ադրբեջանին պատժելու համար։ Օրինակ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Իրանի իշխանությունները կխթանեն, կխրախուսեն հարավային հյուսիսային նահանգներում ապրող թուրքալեզու բնակչությանը, որպեսզի նրանք անցնեն սահմանը Ադրբեջան եւ այնտեղ քաղաքական կամ այլ ապաստան փնտրեն։ Դա կարող է զանգվածային բնույթ կրել, մի բան, ինչը նույնպես սպառնում է Ադրբեջանին, քանի որ այդ մարդիկ կարող են օգտագործվել Իրանի իշխանությունների կողմից։ Տնտեսական լծակներ կան, որոնք Իրանի իշխանությունները կարող են օգտագործել, մասնավորապես տրանզիտային այդ միջանցքները փակելու, դա եւս կարող է ցավոտ լինել Ադրբեջանի համար։ Արդյոք մյուս կողմից ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործվում է իրանցիների աչքերում հայերին վատլույսի ներքո ներկայացնելու համար։ Այո, մի քանի այդպիսի հրապարակում ադրբեջանական լրատվամիջոցները իրենց թույլ էին տվել, մասնավորապես Վեստի Ազ պարբերականը պնդում էր, թե իբրև թե Թեհրանում ապրող հայերը օգտագործվում են Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից լրտեսության եւ դիվերսիաներ իրականացնելու համար։ Մի բան, ինչը իհարկե բացարձակ սուտ է եւ որևէ հիմք չունի, եւ այժմ արդեն բողոքարկում են Google News-ի կողմից հարթակ օգտագործելու իրենց իրավունքը եւ միգուցե նաեւ Google News-ը պատժամիջոցներ կիրառի ադրբեջանական այդ պարբերականի նկատմամբ կեղծ լուրեր տարածելու համար։ Փոխարենը ակնհայտ է, որ ադրբեջանցիները եւ Ադրբեջանն են իրենց թշնամաբար տրամադրված Իրանի նկատմամբ։ Գիտենք, որ Բաքվում Իսրայելի հետ համերաշխության ցույց էր կազմակերպվել այն պայմաններում, երբ Ադրբեջանում ցույցը ընդհանրապես արգելված երևույթ է, այսինքն ակնհայտ է, որ իշխանությունները ոչ միայն արտոնել են, այլ նաև խրախուսել են։ Իրանում գործող ադրբեջանական Azer News պարբերականը կոչ էր անում թուրքալեզու իրանացիներին չմասնակցել ռազմական գործողություններին, դասալիքության գնալ եւ անգամ օգտագործել այս հնարավորությունը հարավային Ադրբեջանի գաղափարները առաջ տանելու համար։ Եվ Արդեբիլ ադրբեջանաբնակ քաղաքում շատերը այդ պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո բարձրացրել էին ոչ թե Իրանի պետական դրոշը, այլ Ադրբեջանի դրոշը, մի երկրի, որը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Դա նկատել են Թեհրանում եւ կարծում եմ անհրաժեշտ եզրակացությունները եւս կանեն։ Իրանական սոցցանցերում տարածված է մի կեղծանկար, մի ծաղրանակար, որում պատկերված է իսրայելական ինքնաթիռը, որին լիցքավորում են ադրբեջանական վառելիքով։ Եվ այդ պատկերը տարածվում է հետևյալ գրառմամբ. վառելիք, որը բարեկամն է մատակարարում։ Այսինքն այս ամենը իհարկե շատերի աչքերը Իրանում բացում է իրականության վրա։ Արդյոք Արևմուտքը ձգտում է վերացնել այաթոլաների իշխանությունը եւ նոր ուժեր բերել իշխանության։ Այդ սցենարը որքանով կարող է մեզ համար վտանգավոր լինել եւ այդ հնարավոր ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Նախ առայժմ վաղ է խոսել այդպիսի սցենարի իրատեսական լինելու մասին, բայց որևէ լուրջ վտանգ չեմ տեսնում հաշվի առնելով, որ այն, որոնց ամերիկացիները, եվրոպացիները դաշնակից են պատկերացնում, մեզ համար կարևոր հարցերում սկզբունքային տարբերություն չեն տեսնում ներկայիս իշխանությունների հետ, մասնավորապես դա կապված է թուրքալեզուների անջատողականության հետ։ Ռեզա Փեխլևին, վերջին շահի որդին, ում ամերիկացիները դաշնակից են համարում եւ ում կցանկանային բերել իշխանության, թուրքալեզու անջատողականության նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունք ունի, միգուցե նույնիսկ ավելի կոշտ, քան քո հիշատակած այաթոլաների ռեժիմը։ Նա բազմիցս արտահայտվել է այն մասին, որ եթե իշխանության գա, ոչ մի հնարավորություն չի տա թուրքալեզու անջատողականներին դրսևորվելու եւ իրենց քաղաքականությունը իրականացնելու։ Այդ թուրքալեզու անջատողականները վերաբերվում են Ռեզա Փեխլևիին չափազանց բացասական։ Նույնը վերաբերվում է նաեւ
ազատ Իրանի շարժում քաղաքական միավորմանը, որը նույնպես այդ հարցում շատ կոշտ եւ հստակ դիրքորոշում ունի։ Այսինքն մեզ համար կարևորագույն հարցերում Իրանի էլիտաները գրեթե կոնսենսուս ունեն, այս կամ այն չափով տարբերվում է, բայց որևէ պես մեզ համար վտանգավոր տար իրենց հռետորաբանության մեջ ես չեմ նկատել։ Շնորհակալություն։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում եւ գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում։ Կողմերի միջև սակայն խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում։ Փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները։ Ինչ իրավիճակ է այս փուլում եւ ինչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմ ունենալ Հայաստանի վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Արևելագետ պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Պարոն Միրզաբեկյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Իրանի եւ Իսրայելի միջև հիմա տեսանելի պատկերը ինչ եզրակացությունների հնարավորություն է տալիս։ Իսրայելը կարողանում է հասնել իր նպատակներին։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, իսկապես պատերազմը երկարում է, ինչպես կարելի է նշել, որովհետև այն խոստանում է լինել ավելի երկարատև եւ կարելի է ասել, որ պատերազմը կախված է այս դեպքում Իրանի դաշտում չի գտնվում եւ կախված է Իսրայելից, Իսրայելի գործողություններից, որոնք որ առավելապաշտական նպատակներ են իրենց առջև դրել, ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով են կարողանում հասնել իրենց նպատակներին, ապա այո, նրանք ծանր կորուստներ պատճառել են Իրանին, իհարկե հակառակ գործընթացն կա, բայց իրենք ավելի այսքան կորուստներ են պատճառել Իրանին, սակայն կախված է նրանից, թե ինչ ենք ասում, ինչ ենք հասկանում դրա տակ, որովհետև նույն Իսրայելը հայտարարել էր եւ հայտարարում է, որ իրենց նպատակներից մեկը միջուկային ծրագրի լուծարումն է Իրանի միջուկային ծրագրի, այսինքն մի հանգամանք, որին որ չէին կարողացել հասնել Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցությունների միջոցով։ Այսինքն նրանք ցանկանում են, նրանք չեն բավարարվում, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, այլ նշում են, որ Իրանը անգամ քաղաքացիական նկատառումներով չպետք է նաև հարստացնի ուրան եւ պետք է զրկվի միջուկային օբյեկտներից։ Հետևաբար, եթե սա ենք վերցնում նվազագույն ծրագիրը Իսրայելի, ապա Իսրայելը մինչև օրս չի կարողացել եւ չի կարողանում հասնել իր նպատակին։ Ինչու՞, որովհետեւ Իրանը մինչև օրս եւ այսօր էլ Իրան ամենաբարձր մակարդակով նախագահ Փեզեշքյանի մակարդակով երեկել արտգործնախարար Աբբաս Արաղչիի մակարդակով նշել է, վերահաստատել է դիրքորոշումը, նշելով, որ իրենք պատրաստ են այսինքն ցանկացած համաձայնագրի տակ ստորագրել, որը կենթադրի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու, սակայն նա պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, որը կնշանակի, որ Իրանը զրկվելու է իր միջուկային օբյեկտներից։ Հետևաբար, եթե այս ենք վերցնում, այսինքն այն ինչ որ Իսրայելը հայտարարել էր որպես ծրագիր, ապա նա չի կարողանում հասնել այդ ծրագրին։ Երկրորդ գլխավոր նպատակներից մեկը կարծում եմ այն էր, որ Իսրայելը փաստորեն եւ սա ակնհայտ էր այս 4 օրյա դերևս պատերազմի ընթացքում, որ Իսրայելը ցանկանում էր, որպեսզի ավելի ընդգրկուն տարածաշրջաններ սա այս պատերազմը ընդգրկի, տարածվի եւ ներքաշվի Միացյալ Նահանգները։ Եվ այս հարցում փաստորեն Վաշինգտոնը կանաչ լույս չվառեց Իսրայելի, չնայած որ գործողությունների առումով ըստ երևույթին այսքան սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Եվ ամենակարևոր նպատակներից մեկը կամ գուցե հեռահար գնացող կամ պլան բեն այն էր, որ հենց ամենաբարձր մակարդակով, այսինքն Իսրայելը ակնարկում է կամ նշում է, որ ցանկանում է իշխանափոխություն կամ վարչակարգի փոփոխություն Իրանում։ Հետևաբար, եթե որը որ բնականաբար չի կարողանում հասնել եւ եթե այն նվազագույն նպատակների նույնպես չի կարողանում հասնել, ապա ավելորդ է սրա մասին խոսելը։ Սակայն այստեղ այլ հանգամանք կա, այն որ եթե մինչ հասնելը կամ փորձել հասնել իրենց նպատակներին, որը որ հաջողվի, փաստորեն Իսրայելը ակտիվ գործողությունների միջոցով ցանկանում է լիարժեքորեն կամ հնարավորինս սահմանափակել կամ թույլատնել Իրանի ռազմական պոտենցիալը, թե հարձակողական, թե պաշտպանողական։ Այդ է պատճառը, որ Իսրայելի
հիմնական հարվածները հասցրվում են ոչ միայն միջուկային օբյեկտներին, որպես իրենց հիմնական նպատակ, այլ դրանք գնում են դրանից անդին, այլև եւ դրանով փաստորեն Իսրայելը թիրախավորում է թե նավթագազային ենթակառուցվածքները, թե օդանավակայանները, թե ռազմական, թե քաղաքացիական եւ նաեւ այլ հարվածներ հասցնում բարձրակույն զինվորական կազմին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Իսրայելի նպատակը այլ է, նպատակն այն է, որ ապագայում Իրանը զրկվի իր ռազմական լուրջ ներուժից։ Սովորաբար մինչև պատերազմի մեկնարկը կողմերը շատ այսպես մեծ հայտարարություններ են անում, բայց երբ արդեն գալիս է բուն գործողությունների փուլ, ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում։ Այս դեպքում, երբ արդեն մի քանի օր շարունակվող ունենք բուն գործողություններ, ունենք պատերազմական գործողություններ, կարող ենք արդեն առանձնացնել, թե որոնք են կողմերի ուժեղ եւ թույլ կողմերը։ Շնորհակալություն, այո, կարող ենք առանձնացնել, ըստ իս Իսրայելի ուժեղ կողմերից մեկը օդային գերակայությունն է, այստեղ Իրանը զիջում է, հաշվի առնելով շատ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, մասնապես Իրանը ունի կործանիչներ, իսկ Իսրայելը ունի Միացյալ Նահանգների արտադրության F-35 5-րդ սերնդի կործանիչներ, F-16 կործանիչները, դե գիտենք Իրանը 40 տարուց ավելի բաժամիջոցների տակ է գտնվում։ Բացի այդ հետախուզության ոլորտում, այսինքն Իսրայելը կարծում եմ, որ առավելություն ունի Իրանի նկատմամբ, այն իմաստով, որ նրանք փաստորեն նաև ըստ իրանական աղբյուրների էլ մենք տեսնում ենք, որ տարբեր բազաներ ունեին անօդաչու թռչող սարքերի հենց Իրանի ներսում եւ որոնց միջոցով էլ նրանք հարվածներ էին հասցնում փաստորեն Իրանին։ Այս երկու ուղղությունը ես կնշեի, որ ակնհայտորեն այսինքն առավելություն է տալիս, այսինքն այս ոլորտներում ակնհայտ առավելություն ունի Իսրայելը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նշեցի այսինքն այսպես ասած թույլ կողմերը, բայց նաև հակաօդային պաշտպանությունը նույնպես սկզբում խոցելի թվաց, չնայած որ իրանական կողմը նշում է, որ էլի մի քանի նույն F-35 է խոցել, այնուամենայնիվ չեմ կարծում, որ սա ամենաուժեղ կողմերից է Իրանի պաշտպանության, որովհետև այն ոչ արդիական, այս 400-ներ չէ, որ ունի Իրանը, դիցուք հակաօդային պաշտպանության միջոցներ, եւ Իրանը ունի կործանիչներ, ինչպես ասացի, եւ Իրանին մնում է ավելի շատ պայքարել դրոների միջոցով եւ բալիստիկ եւ թևավոր հրթիռների միջոցով, իսկ ահա դա է կարելի ասել հիմնական խաղաթուղթը Իրանի, որը թույլ է տալիս պատշաճ կերպով պատասխանել եւ որից որ Իրանը ունի ըստ երևույթին շատ մեծ քանակության մասին է խոսքը, այլապես 4 օր այսպիսի ինտենսիվ ռազմական գործողությունների չէին դիմանում։ Իսկ որքանով է ուժեղ այդ խաղաքարտը, որպեսզի Իրանը ստիպի, որ Իսրայելը հաշվի նստի, այսինքն ըստ էության գա հրադադարի, որովհետև երբ այդ բալիստիկ հրթիռներն արձակվեցին, օրինակ մեր հանրության շրջանում էլ այսպիսի միանգամից ոգևորություն, նրանք ովքեր մեր հարևաններին էին պաշտպանում, չէ՞, տեսեք Իրանը ինչպես պատժեց, ամբողջությամբ այսպես հրթիռներ լցրեց իսրայելցիների գլխին, բայց մասնագետի կարծիքով դա որքանով էր ուժեղ հարված եւ որքանով կարող է Իսրայելին բերել ադեկվատության դաշտ։ Ես իհարկե ռազմական փորձագետ չեմ, բայց որքան որ վերլուծում եմ այդ զարգացումները, ապա հետեւյալ պատկերն է ուրվագծում, մեկ անգամ ասել եմ, որ հարցը ոչ թե քանակական պատասխանի մեջ է, այլ որակական եւ արդյունավետության, այսինքն դու էլի կարող ես շատ հրթիռներ արձակել, բայց դրանք պետք է լինեն շատ գերթիրախային, ինչպես օրինակ Իսրայելն է, գերթիրախային ծանր կորուստներ հասցրել Իրանին։ Ներկայում դժվարանում եմ ասել, թե արդյոք համաչափ է Իրանի ցույց տված կորուստը Իսրայելի ցույց տված այսինքն հասցրած կորուստի հետ։ Կարծում եմ, որ այստեղ ի վերջո Իսրայելը նորից ավելի առավելություն ունի, հաշվի առնելով այն, որ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան մի շարք զինվորականներ, առնվազն 12 գեներալ, որոնք առանցքային պաշտոններ էին զբաղեցնում եւ դերակատարներ են Իրանի բարձրակույն զինված ուժերում։ Իհարկե, սա նաեւ քարոզչական ֆոնի ներքո չեն կարող ասել, թե կողմերը ինչ հաջողություններ են հասել, հաշվի առնելով որոշ տեղեկությունների սակավությունը, սակայն կարծում եմ, որ այս առումով Իսրայելի հարվածները ավելի ցավոտ էին, սակայն սա չի նշանակում, որ Իսրայելը կարողանում է հասնել իր դրած հիմնական պահանջներին կամ նպատակներին, դրա վառապատշտեն, ինչպես նշեցի, հենց նույն Իրանի պաշտոնական հայտարարություններն են, որ եթե հասներ, ապա նման հետ քայլի մասին դիրքորոշում չէին հայտնի, հետ քայլ չկատարելու մասին։ Պարոն Միրզապետյան, գնալով այս բախում ըստ էության ավելի է մեծանում։ Գոնե թե հրապարակային տեսնելով ակնհայտ է այդ ամենը։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա
իրավիճակը, որքանով եք հավանական համարում մասշտաբների ավելի մեծացումը եւ ըստ այդմ նաեւ Միացյալ Նահանգների եւ նաեւ Եվրամիության ներգրավումը այս պատերազմում։ Իհարկե, ինչպես նշեցի, Իսրայելի նպատակներից մեկը այս պատերազմի ընդլայնումն էր եւ ակնհայտորեն սրան ձգտում է Իսրայելը, բայց դեռևս չի հաջողում եւ դեռևս նման քայլերի չի գնում։ Սրա հիմնական գրավականներից մեկը այն է, որ Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ Իրանը չի ցանկանում ռազմական էսկալացիա, որովհետեւ սա վերջո հոգուտ իրեն չի լինելու շարունակականությունը, որովհետև գտնվելով պատժամիջոցների տակ սա ել ավելի խնդիրներ է հարուցելու եւ բայց Իսրայելը ամեն կերպ փորձելու է ներքաշել Միացյալ Նահանգներին եւ այլ կողմերին։ Եվրամիության մասով վստահ չեմ, կարծում եմ նրանք չեն ներքաշվի, իսկ ահա Միացյալ Նահանգների հետ կապված ամեն ինչից հետո Ֆրանսիայից էլ հայտարարություն եղել էր, եթե պետք լինի մենք Իսրայելին Ֆրանսիայի կողմից։ Բայց ամեն դեպքում այնպես չէ, որ նրանք շատ են շտապում, հա, բացի խոսքերից աջակցելու Իսրայելին, դա էլ այդպես չէ։ Հետևաբար կարծում եմ ներկա փուլում նման զարգացում սպասել պետք չէ։ Եվ այս զարգացումները տեղավորվում են երկկողմ հարաբերություններում, այսինքն Իրան-Իսրայելն են միմյանց դեմ հենց կոնկրետ պատերազմում ուղիղ իմաստով։ Այն որ այս բախումները կարող են բացասաբար ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, փորձագիտական դաշտում չէին բացառում անգամ մինչ այս, երբ դեռ գործողություններ չկա, բայց վերլուծում են, եթե լինեն այսպիսի գործողություններ, ինչ տեղի կունենա եւ միայն այսպես հոռետեսական տրամադրություններ կային։ Բայց կարծես թե Ադրբեջանը այս հարցում գոնե թե հայտարարությունների մակարդակով բավական զգուշավոր դիրքորոշում ունի, թեև համարվում է Իսրայելի այսպես դաշնակիցը։ Ինչ վտանգներ կան այսօր կապված Ադրբեջանի հետ եւ բնականաբար Հայաստանն այս կողմում։ Շատ լավ, այո, իհարկե, մինչև պատերազմի մեկնարկն, երբ որ վերլուծաբաններով եւ այլ, այսինքն խոսվում էր ընդհանրապես այս կոնֆլիկտի հավանականության մասին, հիմնական մեզ վերաբերող հարցերում հիմնական վտանգը եւ հեռանկարը այն էր թվում հավանական, որ հնարավոր է սա հղի լինի երկրորդ ճակատի բացմամբ Իրանի դեմ եւ այստեղ որպես գործիք հանդիսանա կամ փորձի կարևոր գործոն հանդիսանալ Ադրբեջանը, մասնապես Սյունիքի մարզում որոշակի այսինքն նպատակներ հետապնդելով եւ ինչու՞ չէ նաեւ Իրանի դեմ։ Սակայն այսօր կարծում եմ շատ ճիշտ նշեցիք, որ Ադրբեջանը իրականում փորձում է շատ զգուշավոր քաղաքականություն վարել, ինքը ի տարբերություն իր մերձավոր դաշնակցի Թուրքիայի չշտապեց այսքան քննադատել կամ մեղադրել այսքան բնականաբար Իսրայելի գործողությունները, չնայած որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները շատ կարող էր դա հանգիստ ողջունել այդ քայլը, բայց դա էլ չարեց, այսինքն անհանգստությամբ, այսպես ասած, կողմերին անհանգստություն հայտնեց իրադարձությունների վերաբերյալ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տվյալ դեպքում չեզոք է հանդես գալիս եւ տվյալ դեպքում նախադրյալներ չկան, այսինքն պատերազմի ընդլայնման եւ որպեսզի Ադրբեջանը ներքաշվի սրա մեջ։ Ճիշտ ասած, սրա հավանականություն ներկա պահին քիչ հավանական եմ համարում, կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես թույլ չի տա իր երկիրը օգտագործել հակաիրանյան ինչ որ պլազդարմ հանդիսանալու համար, որովհետև սա նույնպես իր համար կարող է շատ վտանգավոր լինել, իսկ ինչ վերաբերում է հարցի նաև ենթադրում եմ այն ենթատեքստի Սյունիքի հետ կապված, կարծում եմ, որ սա այն հարցն է, որը միայն կախված չէ Ադրբեջանից եւ մանավանդ Իսրայել, Իրանի միջև այս ռազմական գործողությունները ավելի նաև անորոշ են դարձնում եւ ավելի սենսիտիվ են դարձնում, զգայուն են դարձնում արտաքին խաղացողների ուշադրությունը այս խնդրում, որովհետև Սյունիքի մարզով ճանապարհի անցկացում ադրբեջանական տեսանկյունից դա միայն Ադրբեջանի հարցը չէ եւ ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սա Ադրբեջանի որոշելիքը չէ միայնակ։ Այստեղ պետք է լինի կոնսենսուս մի շարք խաղացողների հետ, նույն Թուրքիայի եւ բնականաբար օրինակ Միացյալ Նահանգների հետ այդպիսի ազդանշաններ չկան։ Տեսեք, առհասարակ այս հակամարտության դադարելուց հետո ինչ ազդեցություն կարող է ունենալ տեղի ունեցածը տարածաշրջանի վրա, որտեղ շատ դեպքում ասում են ազդեցությունը այլ է բուն գործողությունների ժամանակ, ազդեցությունն այլ է, երբ այդ գործողությունները դադարում են։
Տեսեք, իսկապես, որովհետև այլ բան է հենց պատերազմական գործողությունները, այլ բան է թե կողմերը ինչպես են մոտենալու հենց հետ պատերազմական իրավիճակին, ինչպես են արձագանքելու, այստեղ շատ կարևոր է լինելու թե նույն Իրանը ինչպես է հաղթահարելու, գաղտնիք չէ, որ Իրանը մեզ համար շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, ում դիրքորոշումը շատ առանցքային է եղել այսպես կոչված միջանցքային տրամաբանության դեմ պայքարելու կամ դիմադրելու հարցում, հետևաբար առանցքային է լինելու թե Իրանը ինչ դիրքերով է մոտենալու։ Այ գալով ձեր հարցին, թե ինչ խճանկար կստեղծվի, դա շատ կախված է նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը, ինչպես կավարտվի ռազմական գործողությունները եւ արդյոք կկնքվի որևէ հաշտություն կամ շփման եզրեր կողմերի միջև թե ոչ եւ Իրանի դիրքերը ինչպիսին է լինելու, որովհետեւ դա շատ կարեւոր է եւ շատ զգայուն է մեզ համար։ Իդեպ Ադրբեջանի մասով մեկ բան էլ կուզեի ասել, Ադրբեջանի կարծում եմ իր հավասարակշռված, այսպես ասած, դեռևս դիրքորոշումը կախված է նաեւ իսլամական աշխարհի գործոնը, որտեղ իսլամական աշխարհը բնականաբար դատապարտում է Իսրայելի գործողությունները եւ Իրանը նույնպես ցանկանում է նաեւ այս տրամադրությունները միավորել, հետեւաբար Ադրբեջանը չի ցանկանում նույն հաշվի առնելով Թուրքիայի տեսանկետը ավելի այսպես տարբերվող քաղաքականություն վարել, հենց դրա համար եմ կարծում, որ հենց Ադրբեջանը չտապես ողջունել կամ ավելի դրական վերաբերվել պաշտոնական հարթությունում Իսրայելի հարձակումներին եւ ավելի փորձեց չեզոք դիրք գրավել։ Եվ ձեր դիտարկմամբ այս գործողությունները որքան կշարունակվեն, երկու շաբաթ, ինչպես որ օրինակ իսրայելական կողմը նախապես կարծես նման ժամանակահատված էր հայտարարում, թե ամեն դեպքում անկանխատեսելի է եւ գործողությունները ցույց են տալիս, որ երկու շաբաթը դեռ կդառնան 3-4։ Անկանխատեսելի են, չեմ բացառում, որ դրանք բավական տևական ժամանակ տևեն, համենայն դեպս դատելով իսրայելական եւ ելնելով այն հայտարարություններից, տրամադրություններից, որ կան թե Իսրայելում, թե Իրանում, կարելի ասել, որ երկու կողմն էլ տրամադրված են ավելի երկարատև պատերազմ, այսինքն պատրաստ է նման սցենարի։ Ինչպես նշեցի, այստեղ ամեն ինչ կախված է մեծ հաշվով Իսրայելի դիրքորոշումից, որովհետև Իրանը ինքը պատրաստ է հաշտություն կնքել կամ դադարեցնել գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի այն։ Հետևաբար այստեղ կախված է Իսրայելի ծրագրերից եւ նաեւ Միացյալ Նահանգների ծրագրերից։ Ի վերջո այս հակամարտությունը կամ այս պատերազմական գործողությունները փաստորեն եղան, երբ որ սպասվում էր Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների 6-րդ ռաունդը եւ սա կարող է լուրջ խնդիրներ հարուցել Իսրայելի համար, որը եւս պատահական չէ։ Հետևաբար այստեղ պետք է հաշվել, թե ռազմական գործողությունները ինչպես կազմեն կողմերի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում արևելագետ պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանն էր։ Օրերս Փարիզի սրտում Գարնիե օպերայի դահլիճում տեղի է ունեցել հեղինակավոր պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը, որը մի հարկի տակ է հավաքել համաշխարհային հաջողություններ արձանագրած հայ գործարարներին։ Մանրամասները մեր վերջին տեսանյութում։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում պատվավոր մրցանակների արժանացան նոր ընկերությունների խմբի 2 ապրանքանիշեր։ Տարվա հեղինակություն մրցանակին արժանացավ Մառանիկ ապրանքանիշը։ Ստեղծման օրվանից Մառանիկ ընկերությունը խնդիր է դրել գտնել եւ իր սպառողներին ներկայացնել յուրօրինակ եւ անկրկների համեր, որոնք իրապես կհանդիսանան ուտեստների նուրբ համի գաղտնիքը։ Կատարելության ոգուն նվիրված մասնագիտական աշխատանքի շնորհիվ Մառանիկը մոտենալով իր գործունեության 25-ամյակին գրավում է առաջատար դիրք շուկայում։ Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք նվաճել սպառողների սիրտը, առաջարկելով համի ու բույրի եզակի աշխարհ։ Մառանիկի արտադրանքը դարձել է ամենահամեղ բաղադրատոմսերի անբաժանելի մասը։ Այս մրցանակը Մառանիկի թիմի տարիների ազնիվ աշխատանքի եւ բարձր պատասխանատվության արդյունքն է։ Տարվա հեղինակություն մրցանակին արժանացավ նաեւ Տինտակոլ ապրանքանիշը, որը ներկայանում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտաքին եւ ներքին հարդարման ամենահուսալի ծածկույթներով եւ լուծումներով, որոնք աչքի են ընկնում ծածկողականության եւ դիմացկունության բարձր հատկանիշներով։ Շնորհակալություն նոր ընկերությունների խմբին նման կազմակերպություն հիմնելու համար, շնորհակալություն պրեստիժ մեդիային նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար եւ իհարկե շնորհակալություն մեր բարեկամ երկիր Ֆրանսիային նման ջերմ ընդունելության համար։ Տինտակոլ ապրանքանիշն իր որակական բացառիկ հատկանիշների շնորհիվ հասցրել է արժանանալ սպառողների վստահությանը։
Իսկ լինել վստահելի նշանակում է լինել պատասխանատու եւ պահել ու շարունակաբար բարձրացնել այն նշաձողը, որը սահմանվել է ի սկզբանե։ Իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների եւ հայկական ստեղծագործ մտքի արդյունքում ստացվում է արտադրանք, որը սերունդների համար է եւ ծառայելու է ճարտարապետական շինարարական արվեստի զարգացմանը։ Այս բացառիկ երեկոն նոր հորիզոններ բացեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև տնտեսական ու ստեղծագործական կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։ Շանթի եթերում լրատվությունն այսօր այսքանն էր, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։